Նորմալ է ընտրելու իրավունք ունենալ, բայց ընտրությունների չգնալը։ Ոչ նորմալ չի, որովհետև պետք է իրացնել ընտրելու իրավունք։ Նորմալ է գնալ ընտրության ու քվեաթերթիկը փչացնելը։ Ոչ անիմաստ է դեպքում ընտրության գնալը։ Նորմալ է, որ շատ մոտիկ մարդ գա ու ասի, ես 5000-ը վերցրու, իմ խաթր, ես ինչ մարդուն ընտրի։ Ոչ դու պետք է ընտրես քո ապագան։ Նորմալ է, որ ընտրություններից 3 ամիս առաջ իշխանությունը թոշակ է բարձրացնում։ Իհարկե ոչ, որովհետև դրանից 2 ամիս առաջ ասվում էր, որ թոշակառուն չգիտի այդ գումարը որտեղ պետք է ծախսի։ Նորմալ է կայուն մեծամասնության պահանջը։ Նորմալ է, բայց ոչ Հայաստանի պարագայում։ Նորմալ է, որ ընտրատեղամասում նույն մարդը 20 անգամ ուղեկցում է տարբեր կույր տատիկ պապիկների։ Իհարկե նորմալ չէ նայ, երբ ընտրությունների ժամանակ կույրերի թիվը էականորեն ավելանում։ Նորմալ է, որ հակնում կապում գնում ես ընտրության ու հանկարծ տեսնում ես, որ քո անվան դիմաց ինչ-որ մեկն արդեն ընտրել, ստորագրել է։ Ոչ, շատ ահաճ երևույթ է։ Ինչ անել այդ դեպքում։ Այդ դեպքում իրացնել ընտրելու իրավունքը եւ պահանջել, որպեսզի վերականգնի քո ընտրելու իրավունքը։ Նորմալ է, որ ընկերուհիդ այլ մարդու է քվեարկում, դու մեկ ուրիշի։ Իհարկե նորմալ է, մեր ընտանիքում էլ այդպես բոլորս տարբեր անձանց են ընտրել։ Նորմալ է, որ ընտրություններից առաջ երկիրը բաժանվում է գործակալների ու փրկիչների։ Իհարկե նորմալ չի, լրացուցիչ լարվածություն է առաջացնում։ Նորմալ է գնալ քվեարկության առանց նախընտրական ծրագրերը կարդալու։ Նորմալ չէ, բայց Հայաստանում որևէ մեկը ընտրական ծրագրի օգտին չի քվեարկում, որովհետև դրանք ընդհանրապես թղթի կտորն են։ Շնորհակալություն, նորմալ էր հարցազրույցը։ Սա ավելի ծանր է պատկերացնում։